Բարերեկո, բարերեկո սիրելիներ։ Իրապես շատ մեծ անհամբերություն ունեմ օր առաջ ձեզ հանդիպելու, որովհետև գիտեմ, որ շատ-շատերդ եք սպասում մեր և միասնական աղոթքին, և հոգևոր զրույցներին, և մի տեսակ այդ քաղցն ու ծարավը ես էլ զգացի, հիշում եք առավոտյան էլ ասացի, որ արգելափակման մեջ էինք գտնվում և այս աշխարհին հաճելի չէր, որ մեր շատ սիրելի ազգային հերոսի Մոնթե Մելքոնյանի մասին հոդված տեղադրենք և այդ հոդվածով ինչ-որ ձևով մի նոր շարժում էր սկսվել, հիշում եք ամբողջ Facebook-ը տակն ու վրա էր եղել, մարդիկ շատ նեղված էին, որ ինչու է այդպես, ինչու է ազգային հերոսի նկատմամբ այսպիսի վերաբերմունք։ Ասեմ, որ ինձ համար է շատ տարակուսելի էր, որովհետև թե ինչ չափորոշիչներով է որոշվում, թե ում մասին ինչ պիտի գրվի կամ ում մասին ինչ հոդված կարելի է տեղադրել կամ չտեղադրել, մի քիչ ինձ համար անհասկանալի է։ Եվ ովքեր են պատվիրատուները դրա, դա էլ է շատ անհասկանալի։ Այդուհանդերձ, չգիտեմ, 30 օր կարոտի մեջ մնացի, որովհետև այս շփումը ինձ համար շատ կարևոր է, որովհետև ձեզ համար էլ է կարևոր։ Փառք եմ տալիս Աստծուն, որ հնարավորությունը նորից եղավ միասին լինելու, միասին մտորելու, միասին կիսվելու։ Բարի երեկո բոլորին, վայ քույրիկս ամիած է, Անահիտ Դոննա, բարի երեկո, Ծովինար Թամասյան, բարի երեկո Տերաբել ջան, շատ բարի երեկո բոլորիդ, Աստված շատ օրհնի ձեզ, գիտեմ, որ մեր հանդիպումները հոգևոր կարևոր լիցքեր են հաղորդում ձեզ և ավելի պաշտպանված եք դուք ձեզ զգում և այս աշխարհում տեղ գտած շատ ու շատ այսպես ասենք անհարմարություններ և խոչընդոտներ, որոնք խանգարում են մեր հոգևոր ընթացքը, խաթարում են մեր հոգևոր ընթացքը, եթե տեղյակ չենք լինում, եթե չենք կարողանում պաշտպանված լինել։ Այսօր ուզում եմ անդրադառնամ ընդհանրապես արևելյան աղանդներին, թե ոնց են ներթափանցում մեր մեջ և ինչ միջոցներով են թափանցում և հիմնականում պիտի խոսեմ յոգայի և յոգայի հետ կապված շատ ու շատ նուրբ խնդիրների և հարցերի վերաբերյալ։ Ինչու, որովհետև շատ առաջին հայացքից անվնաս, անվտանգ թվացող և մի տեսակ ոչ մի վատ բան չտեսնելով մարդիկ շատ-շատերը հայտնվում են այդ ծուղակում և մի տեսակ մոդայի նման գալիս է տարբեր ժամանակներում, եվրոպական երկրներից սկսած, տարբեր երկրներում տենց գալիս և անցնում է մոդայի նման։ Մի տեսակ շատ հետաքրքիր է, միստիկ է, շատ նրբություններ կա մարմնի առողջության և այլ շատ հրապուրիչ իրողություններ կան այս ամենի մեջ, դրա համար մարդկանց գրավիչ է դարձնում այդ ամենը և մարդիկ գրավվում են դրանով։ Ուզում եմ այսօր Սուրբ Գրքից միասին ընթերցենք ուրեմն Տիմոթեոսին ուղղված Պողոս առաքյալի նամակը, որ խրատներ է տալիս Տիմոթեոսին, թե ինչպես պիտի վարվի Տիմոթեոսը։ Ուրեմն Աստծու խոսքը մեզ համար կենդանի է և մեր հոգևոր ընթացքի շատ կոնկրետ կենդանությամբ
ուղղորդող եւ մեզ ճշմարիտ ճանապարհը ցույց տվող մեծ ուժ ունի, մեծ զորություն ունի իր մեջ։ Դրա համար Աստծո խոսքը մեզ ապահովություն է, մենք ապահով ենք մենք մեզ զգում, որ բացարձակ ճշմարտությամբ կարողանում ենք քննել մեզ շրջապատող բոլոր երևույթները։ Եվ այսպես միասին գնանք առաջ։ Ուրեմն Տիմոթեոսին ուղղված առաջին նամակ 4-րդ գլխից մի փոքր հատված։ Այս խրատները տալով եղբայրներին Քրիստոս Հիսուսի մի բարի սպասավոր կլինես, սնված հավատի խոսքերով եւ այն բարի վարդապետությամբ, որին հետևող եղար։ Իսկ պիղծ խոսքերից ու պարավական առասպելներից հեռու մնա եւ ինքդ քեզ մարզիր Աստված պաշտությամբ, որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ Աստված պաշտությունն օգտակար է ամեն ինչի համար։ Այն ունի ավետիսը կյանքի, թե այս եւ թե հանդերձյալ։ Տեսեք, այս աշխարհում շատ նուրբ ձևով մարդկանց միտքը գրավելու շատ գեղեցիկ հնարք են մտածել մարմնի մարզումով մոտենալ, այսինքն սկզբից մարմնի մարզումով մոտենալ։ Բայց մարմնի մարզումը շատ քիչ բանի է օգտակար։ Եվ մենք Պողոս առաքյալը շատ հստակ ասում է, որ պիտի Տիմոթեոսի նման, դե Պողոս առաքյալի խոսքը ուղղված Տիմոթեոսին, այսօր կարող ենք ընթերցել Տերաբելի խոսքը ուղղված ձեզ, առանց տարբերության։ Եվ ես եմ ձեզ ասում այսօր, նույն խոսքերի կենթանության բերելով, ասում եմ ձեզ այսօր Աստված պաշտության մեջ մարզեք ինքներդ ձեզ։ Ինչ է նշանակում Աստված պաշտություն։ Աստծուն պաշտել նշանակում է Աստծուն ծառայել։ Պաշտոն գրաբարում նշանակում է ծառայություն։ Դրա համար պաշտոնյա նշանակում է ծառայող։ Ովքեր որ գալիս են պաշտոն մատուցելու, գալիս են ծառայելու։ Եվ մենք ինչպես պիտի ծառայենք Աստծուն։ Աստծուն ծառայել նշանակում է ուրեմն ուսումնասիրել Աստծո խոսքը։ Այսինքն սեփական գիտությունը, սեփական ունակությունները, սեփական տաղանդները ծառայեցնել սեփական հոգու համար իմաստություն կուտակելու Աստվածաշունչ Մատյանի խոսքերից։ Նախ եւ առաջ ուսումնասիրել, սեփական անձը դնել այդ ծառայության մեջ։ Ուրեմն Աստված պաշտության մեջ մտնում է Աստծո խոսքը ուսումնասիրելը։ Եթե որևէ մեկը ուզում է Աստված պաշտության մեջ լինել, հա, ուրեմն նախ եւ առաջ պիտի այդ մարդը սկսի ուսումնասիրել Աստծո խոսքը։ Եթե որևէ մեկը չի ուսումնասիրում Աստծո խոսքը, նշանակում է, որ թերանում է Աստված պաշտության մեջ։ Ուրեմն Աստծուն պաշտել նաև հնարավոր է մասնակցել եկեղեցում շատ կարևոր ծիսական արարողությունների։ Եվ այդ արարողությունների գագաթը հանդիսանում է Սուրբ Պատարագը, որի ժամանակ մենք մասնակցում ենք այդ Աստված պաշտության, այդ բարեպաշտական միջոցառմանը եւ որի միջոցով հաղորդակցվում ենք, հանդիպում ենք Աստծո հետ, դա մեր հանդիպման վայրն է։ Այսինքն մեր հոգու մարզանքը շատ ավելի կարևոր է մեզ համար եւ մի տեսակ ամբողջ իրողության մեջ շատ ոսկի թելով Աստվածաշունչ Մատյանում հոգու կարևորությունն է բերվում մարմնի նկատմամբ։ Սա չի նշանակում, որ մեր մարմինը կարևոր չի, բայց սա նշանակում է, որ կարևոր է, այսինքն առաջնային կարևորության մեջ է մեր հոգին։ Մեր մարմինը եւս կարևոր է,
Ուրեմն ինչա տեղի ունենում, գալիս են մարդիկ եւ ասում են, գիտես, արի այնպես անենք, որ քո մարմինը շատ ճկուն լինի, այդ մարմինդ որ լավ է եղավ, ինչ որ շարժումներ դու կարողացար անել եւ այլ եւ այլ եւ այլ եւ ինչ որ հնարավորություններ կունենաս ավելի առողջ լինելու։ Գիտեք, ամբողջ աշխարհում հայտնի ուրեմն մարզումների մի դասական իրականություն կա, որ եթե մարդը ուզում է ինչ որ հաջողությունների հասնել մարմնամարզության մեջ, պիտի մարմինը մարզի եւ այդ մարզանքը ուրեմն մկանների շարժման մեջ է գտնվում, հա, այսինքն մենք գիտենք, որ մկանները պիտի շարժվեն, որ իրանք աճեն, նյութափոխանակությունը լավ լինի եւ այլ եւ այլ։ Ուրեմն գալիս են մարդիկ, ովքեր ասում են, չէ, այդքան պետք չի բան անել, շարժվել, բան, պետքա ձգել ընդհանրապես, այդպես ձգած ինչ-որ պահել եւ այդ ձգված պահելուց հետո ամեն ինչ լավ կլինի։ Որից հետո կամաց գալիս է ուրեմն սննդի մասին զրույցները։ Այ որ դուք այս սնունդը ուտեք, այդ սնունդը կնպաստի, որ ձեր մկանները ավելի լավ աճեն եւ այլ, այդտեղ ուրեմն շատ մեծ ուրեմն ֆինանսական մեծ բաներ են թաքնված, հա, վտանգներ են թաքնված եւ մարդիկ գալիս են ուղղակի շահույթի, շատ մեծ շահույթ ապահովելու, շատ կարևոր խայծ են դնում մարդկանց մեջ եւ ինչ որ հատուկ սնունդ գնելու համար մարդը սկսում է որոշակի ծախսումներ անել, որ ինքը այդ սննդից օգտվի։ Որից հետո դե գիտես արդեն կամաց ժամանակն է, որ քեզ ինչ որ փիլիսոփայության ծանոթացնեն, որ քո կյանքը ավելի գարմոնիկ լինի, դու ներքին ինժեներիա ունենաս եւ այլ, այսինքն ամեն ինչ ուղղորդվում է դեպի մարմնի նկատմամբ անելիք, որը մարդուն տանում է մարմնի պաշտամունքի, այսինքն մարդը սկսում է չնկատելով հանդերձ իբրև հոգևոր ինչ-որ բաներ նկատել տալով մարդուն հետզհետե հեռացնում են իրական հոգևոր անելիքից։ Մինչդեռ մենք գիտենք, որ հոգևոր ամենակարևոր անելիքը եւ մեր մարզումը դա Աստված պաշտությունը պիտի լինի։ Այսինքն քրիստոնյա է, դե ես յոգայի եմ գնում, շատ լավ անդեղ մարդիկ կան, հավաքվում ենք, բան, ես էլի քրիստոնյա եմ մնում, բան, բայց հաճախում եմ այդտեղ եւ այլ, հետո կամաց հետզհետե տեսնում ես, որ մարդը կտրվեց իր ընտանիքից, իր հոգևոր ընտանիքից եւ ինչ որ ուրեմն շեղումների մեջ մտավ։ Խնդրում եմ ձեզ շատ զգուշավորությամբ վերաբերվեք եւ շատ ուշադիր քննեք եւ տեսեք, որ պատրաստված ծուղակներ կան եւ ընդհանրապես տեխնոլոգիան այդ աղանդների մեր մեջ թափանցելու ուրեմն չերևացող է, սկզբից նրանց մետաստազներն են գալիս, այսինքն այդ յոգաներ, ինչ որ վարժանքներ եւ այլ, դրանց միջոցով հետո սննդային իրողություն, հետո նոր արդեն հոգևոր դաստիարակություն։ Նրանց ներթափանցման տեխնոլոգիան այդպիսինն է եւ երիտասարդների մոտ շատ տենց մոդայիկ պահվածք է, որ ես ինչ տեղը յոգայի եմ գնում, այն ինչ տեղը հաճախ։ Հա, սիրելիներ, մի փոքր ընդհատում էր լինելու, բայց չընդհատվեց մեր հանդիպումը։ Ուրեմն շատ կարևոր շարունակությունը կարդամ այս խոսքերի, որտեղ ասում է, որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, այնպես չի, որ օգտակար չի, բայց քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ Աստված պաշտությունն օգտակար է ամեն ինչի համար, այն ունի ավետիսը կյանքի, այսինքն բարի լուրը ունի կյանքի, մենք այսօր այդ բարի լուրի ուրախության մեջ ենք, չէ, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, այսինքն Աստծու մեր մեջ գալը այնքան մեծ ավետիս է, որ այդ ավետիսը վերաբերվում է եւ այս կյանքին եւ հանդերձյալ կյանքին, որը ուրեմն թե այս եւ թե հանդերձյալ կյանքի համար է։ Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որովհետեւ հենց սրա համար ենք տքնում
եւ նախատինքներ ընդունում, որովհետեւ մեր հույսը դրել ենք կենթանի Աստծու վրա, որ փրկիչն է բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների։ Պատվիրիր այս ամենը եւ ուսուցանիր։ Պողոս առաքյալի ուրեմն հորդորին անսալով պատվիրում եմ ձեզ այս ամենը եւ հորդորում եւ ուսուցանում, որ հեռու մնաք շատ ու շատ վտանգավոր երևույթներից եւ կարողանաք դուք ձեզ մարզել Աստված պաշտության մեջ։ Փառք Աստծուն, որ կարողացանք այսօր էլ զրուցել։ Ուզում եմ սենց կարճ փոքրիկ զրույցներ ունենանք, որովհետև տեսնում եմ մեր սիրելիներից շատերը վերցնում են այս զրույցներից ավելի փոքրիկ հատվածներ եւ ինչ որ տեղերում տարածվում է եւ շատ դիտումներ է լինում, շատ մարդիկ են առնչվում։ Դրա համար էլ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք չեն խնայում տարածելու համար Աստծո խոսքը։ Փառք եմ տալիս Աստծուն ամեն ինչի համար։ Լավ կացեք, Աստված պահապան բոլորիս, սիրում եմ ձեզ, չմոռանաք։ Չեք մոռացել, չէ՞։ Աստված պահապան, հաջողություն։